Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության հարգարժան նախագահ, Արցախի ազգային ժողովի հարգարժան նախագահ, սիրելի բարեկամներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեզ համար չափազանց կարևոր այս տոնի կապակցությամբ եւ կարծում եմ այսօր այս խնդիրների քննարկումը հենց այսօր դեկտեմբերի 10-ին պատահական չէ, որովհետեւ անհնարին է նման խնդիրներ լուծել առանց ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու, որի հիմքում նաև որպես կանոն միշտ սահմանադրությունն է։ Իրավիճակի գնահատումը չափազանց կարևոր է, թեև վստահ եմ բոլորի համար դժվար չի գնահատել այսօրվա իրավիճակը։ Այնուամենայնիվ արձանագրենք դրանք, որովհետև դրանք ունեն նաև կարևոր ազդեցություն խնդիրների լուծման վրա։ Արցախն օկուպացված է։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտումների ու ցեղասպանության ռազմական ագրեսիայի արդյունքում բռնի դուրս մղվելով հայրենի հողից։ Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։ Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի, նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը եւ այն դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար։ Միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ առանց հակամարտության գլխավոր կողմի Արցախի համաձայնության լուծարվել է ԵՀԿ Մինսկի խումբը։ Հայրենազրկվելով Արցախի ժողովուրդն ունեցել է մարդկային, նյութական, բարոյահոգեբանական ծանր կորուստներ։ Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է հետ վերցնել արդարադատության միջազգային ատյաններում հարուցված գործերը։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է փոխել սահմանադրություն եւ ընդունել 300,000 ադրբեջանցի փախստականների։ Հայաստանի միջազգային հարաբերություններում այսօր չունի քաղաքական գործիքներ կիրառելու համար իշխող պետության։ Նոր աշխարհակարգի ձևավորման մրցակցությունը թեվակողել է կոշտ բախումների փուլ եւ ազդեցիկ պետությունները ցանկացած միջոց փորձում են օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար, անգամ խախտելով օրինականությունն ու ձևավորված ավանդույթները։ Այդուհանդերձ վերադարձն այլընտրանք չունի։ Իհարկե առանցին անձինք, խմբեր, կազմակերպություններ փորձում են հնարավորինս ծառայել այդ նպատակին։ Մասնավորապես քիչ առաջ Արմինե Ալեքսանյանը խոսեց Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի աշխատանքների մասին։ Կարևոր է, որ նման քայլեր կան, նման նախաձեռնություններ կան։ Սակայն ակնհայտ է նաև, որ նման բարդ իրավիճակում այդ տարանջատված ջանքերը բավարար չեն հաջողության համար։ Անհրաժեշտ է համախմբել այդ ջանքերը գործադրողներին, աջակցել նրանց, լրացնել այլ կառույցներով, համակարգել աշխատանքը։ Մենք չպետք է մոռանանք ցեղասպանության ճանաչման հետ կապված փորձը։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր առանցին հաջողություններ են արձանագրել այս հարցում, բայց չպետք է մոռանալ, որ գլխավոր նպատակը իրագործված չէ ու թեև խնդիրները տարբեր են, սակայն ակնհայտ է, որ կարելի է օգտակար հետևություններ ունենալ։ Նման բազմավեկտոր ու բարդ խնդիր լուծելու համար շատ կարևոր է ունենալ ամուր կամք, ճիշտ հայեցակարգ ու իրատեսական ռազմավարություն։ Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ ամուր կամք ունի եւ ստեղծված իրավիճակում պետք է դառնա իր դատի տերն ու առաջամարտիկը, իհարկե Հայաստանի ժողովրդի ու Սփյուռքի ամուր աջակցությամբ, սակայն կարևոր է հստակեցնել հակամարտության կարգավորման նոր փուլի հայեցակարգը։ Ինչպես հակամարտությունների կարգավորման գործընթացներում, այս դեպքում եւս մի շարք բաղադրիչների կողքին հատկապես կարևորվում են քաղաքականն ու իրավականը։ Քաղաքական բաղադրիչի առանցքային գաղափարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է։ Հետևաբար ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հաստատմանը համապատասխան միջազգային ատյաններում։
Սրան զուգահեռ կարևոր է արցախցի փախստականների անվտանգ վերադարձի ու հայրենի տարածքներում անվտանգ կենսագործունեության պայմանների ապահովումը, միջազգային մանդատ ու համապատասխան լիազորություններ ունեցող խաղաղապահների տեղակայմամբ Արցախում եւ ժամանակավոր արտաքին կառավարման հաստատմամբ։ Չափազանց կարևոր է, որ շարունակաբար արձանագրվի, որ փախստականների խնդիրն առաջացել է խաղաղ պայմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ընթացքում ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների գործընթացի խափանման միջոցով։ Վերջին շրջանում նկատելի է, որ որոշ օտարերկրյա խորհրդարանական խմբեր կամա թե ակամա փորձում են խնդիրը ներկայացնել մարդու իրավունքների խախտումների տեսակետից։ Ակնհայտորեն տատանում է խնդրի աղճատման ու խափանման։ Մի քանի օտարերկրյա խմբերի կողմից աջակցության արձանագրումը խնդիրը որպես մարդու իրավունքների խախտում ձևակերպելու գնով վտանգում է գործընթացի բնույթը եւ նպատակին հասնելը։ Խախտված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա պիտի լինի մեր բոլոր գործողությունների հիմքը եւ մեր բոլոր դիրքորոշումների հիմքը։ Հետևաբար վերադարձը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է դառնա առաջին քայլը խախտված ինքնորոշման իրավունքի վերականգնման եւ իրացման համար։ Առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը ավելի քան 2 տասնամյակ վարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամների երկրների ներկայացուցիչները որպես համանախագահներ։ Համանախագահ երկրները որպես անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի կոպիտ ոտնահարումների համար եւ պարտավոր են արձագանքել դրանց։ Նրանք բազմաթիվ փաստաթղթեր են ընդունել, որոնցով 2007 թվականից մինչև 2021 թվականը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է, որը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս ամենը բազմիցս հաստատել են ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի պատասխանատուները։ Ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին արձանագրումներ են ունեցել տարբեր միջազգային կազմակերպություններ ու մասնագիտական միջազգային միավորումներ։ Տարբեր խմբեր ու անհատներ զբաղվել են Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործունեությամբ։ Բացառիկ նշանակություն ունի այդ աշխատանքների համակարգումը, փաստական նյութի վերլուծությունն ու դասակարգումը, արխիվացումը համապատասխան միջազգային հաստատություններ ներկայացնելու համար։ Միջազգային իրավունքի հիման վրա վերադարձի իրավունքի իրացումը նույնպես իրավաքաղաքական հայեցակարգի կարևոր հատվածներից մեկն է։ Խնդրի առկայությունն ու լուծման անհրաժեշտությունը փաստել են Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում էր ապահովել բոլոր արցախահայերի անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը։ Այս ձևակերպումները փախստականների իրենց բնակության վայրեր վերադառնելու մասին միջազգային իրավունքի նորմերի կիրառումը իրական արդյունք կարող է տալ միայն Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման պարագայում եւ հետագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում։ Հակառակ դեպքում վերադարձը կարող է վերածվել եւս մեկ աղետի ու կամավոր արտագաղթի ադրբեջանական իշխանությունների ճնշումների ներքո։ Վերադարձի խնդրի հետ անմիջականորեն կապված է Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարության Բաքվում պահվող հատվածի վերադարձի խնդիրը, որը նույնպես արծարծվում է նշված փաստաթղթերում։ Վերադարձի խնդրի օգտագործման դեմ երբեմն հակադրվում է այն ենթադրությունը, որ այդ դեպքում դուռ է բացվում Ադրբեջանի պահանջի համար, ըստ որի 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան։ Ակնհայտորեն սա շահարկում է, քանի որ Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի է ոչ թե արցախահայերի վերադարձի հետ, այլ հակամարտության սկզբում 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանից հայ փախստականների դեպքի հետ, որոնց թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանցի փախստականների թիվը։ Զարմանալիորեն չեն արծարծվում Ադրբեջանից այդ հայ փախստականների վերադարձի խնդիրը եւ վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ կիրառվող մի սկզբունք՝ պահանջների փոխադարձ մարման գաղափարը,
որոնց արծարծման դեպքում կմարի Ադրբեջանի ոգևորությունը փախստականների վերադարձի խնդրով։ Կարևոր է նաև նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքների ոչնչացման համար Ադրբեջանի պատասխանատվության խնդիրը, համակարգված ու կազմակերպված քարոզչության խնդիրը եւ այլն, որոնք հուսով եմ կարծարծվեն մյուս զեկուցումներում եւ ելույթներում։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իրական շրջանակները ներառում են բազմաթիվ ուղղություններ ու մի շարք ոլորտներ։ Դա չափազանց բարդ խնդիր է։ Դա փաստում է նաև 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունակականության ապահովման ռազմավարությունը։ Այն ոչ միայն պետք է իրագործվի որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, այլ նաև կարող է դառնալ ռազմավարություն հակամարտության կարգավորման այս նոր փուլի համար։ Իսկ դրանում նկարագրված ոլորտային ծրագրերը մշակվելու եւ կիրառվելու դեպքում վերադարձի ծրագրային հենք։ Այս ամենը իրականացնելն ու անիվը հետ շրջելը անգամ այստեղ նստածների մի մասին կարող են անիրական թվալ։ Իհարկե կարելի է թվարկել մի շարք լուրջ անբարենպաստ գործոններ, բայց հիշեցնեմ մի քանի բան։ Երբ այս ամռանը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարում էր այն մասին, որ պետք է Գազայի 2 միլիոն պաղեստինցիներին տեղափոխել այլ երկրներ ու երկարամյա այդ հակամարտությունը կլուծվի, ոչ ոք չէր մտածում, որ ընդամենը 1-2 ամիս անց նա կհրաժարվի այդ անհեթեթ մտքից ու կառաջարկի անհամեմատ ավելի ողջամիտ պլան։ Անցած տարի 90-ականների սկզբին ամեն ինչ թվում էր, թե մեր դեմը ու շատ քչերն էին հավատում հաջողությանը, բայց արցախցին հավատում էր ու գործում էր եւ հաջողությունները եկան։ Մենք այս աղետը ստացանք, որովհետեւ կորցրեցինք ճանապարհը, հավատն ու հիշողությունը։ Այնպես որ մնում է լծվել այդ շատ բարդ, տևական, սակայն այլընտրանք չունեցող գործին։ Ժամանակն է ուշքի գալ եւ ծանր ցնցումներից ու կատարել Արցախի նկատմամբ մեր պարտքը։